Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցները 2020 թվականի պատերազմի քաղաքական կոնտեքստի մասին, արտաքին եւ ներքին։ Մենք հասնում ենք արդեն ավարտին, տվյալ դեպքում մենք հասել ենք արդեն 2020 թվականի հոկտեմբերի ամենավերջին օրերին, հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը մոտավորապես այսօր այդ ժամանակահատվածը կվերցնենք։ Այստեղ իրադարձություններով բավականին լի է, բավականին հետաքրքիր էլի բաներ են տեղի ունենում, որոնք եւ այն ժամանակ էին ուշադրության ուրեմն կենտրոնում եւ հիմա էլ հետադարձ շատ հետաքրքիր են, բայց ճիշտն ասած դրանց մեծ մասի վրա ես արդեն մանրամասն կանգ չեմ առնի, ուղղակի մի քանիսը կհիշատակեմ, ինչու, որովհետեւ որքան էլ դրանք կարեւոր են, թեմաները, որոնց դրանք առնչվում են, մենք մեր նախորդ զրույցներում ըստ էության եւ ներկայացրել ենք, եւ վերլուծել ենք, եւ փորձել ենք sense մանրամասն կանգ առնել ամեն ինչի վրա, եւ ըստ էության արդեն քիչ թե շատ պետք է որ մեզ հասկանալի լինեն, դրա համար ես մի քանիսը ուղղակի կհիշատակեմ առանց մեկնաբանելու, հղումը առանց շատ տենց լայն մեկնաբանելու, հղումը անելով մեր նախկին զրույցներին, բայց մի թեմա կա, որի վրա մի քիչ ավելի մանրամասն կանգ առնեմ, որովհետև դրա մասին կարծես մանրամասն այսքան չենք խոսել կամ նույնիսկ եթե հիշատակել ենք, այսքան հետաքրքիր նյութ չենք ունեցել։ Խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվացման մասին է այդ փուլում, ուրեմն կապված պատերազմը դադարեցնելու եւ ինչ որ լուծումներ գտնելու հետ։ Հիմա բայց սկսեմ դեռ այն իրադարձություններից, որոնք ուղղակի sense ավելի թռուցիկ եմ հիշատակելու, էլի հղում անելով նախորդ զրույցներին։ Ուրեմն շարունակվում է, այսպես պայմանական ասենք, խլվրտոցը Հայաստանի ներքին դաշտում, քաղաքական դաշտում, շարունակում են տարբեր գործիչներ, այսպես ասած, հայկական էլիտայից հանդես գալ հայտարարություններով։ Հոկտեմբերի 27-ին օրինակ Վազգեն Մանուկյանն է խոսում, Հայաստանի առաջին վարչապետը, դե հիշում եք այդ շարքը, մինչև այդ արդեն նախագահներն են բոլորն խոսել, չգիտեմ, կուսակցություններ տարբեր, այստեղ միանում է նաև Վազգեն Մանուկյանը, հայտարարություն է անում, որը այն ժամանակ էլ ճիշտն ասած հենց իմ կողմից էլ եւ շատերի կողմից բացասական արձագանք գտավ։ Հայտարարությունը հիմա ամբողջությամբ չեմ կարդալու, կարճ միտքը հետեւյալն է, որ քանի որ վտանգված ենք, իրավիճակը ուրեմն շատ վատ է, ինչ պետք է անել, պետք է կառավարությունը հրաժարական տա, բանակին հանձնի ողջ իշխանությունը, առաջին հայացքից մանավանդ հետադարձ նայելով թվում է թե լավ էլ առաջարկ է, բայց ավելի մանրամասն երբ որ վերջի հատվածը հատկապես կարդում ենք, համոզվում ենք, որ ինչպես որ այն ժամանակ ենք բացասական ընկալել, այդպես էլ հետադարձ ուրեմն հաստատվում է, որ ճիշտ էր այդ ընկալումը, որովհետև տեսեք ինչ է ասում, բանակը իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, տրամաբանական ինչ պետք է թվա, չէ, եթե բանակը վերցնում է իշխանությունը եւ այդտեղ պաշտպանության կոմիտե է ձևավորում Արցախի հետ միասին, տրամաբանականը ենթադրել, որ դա ինչի համար, այսինքն մինչև վերջ դիմադրելու, դիմադրությունը կազմակերպելու, ամեն գնով հաղթանակի հասնելու եւ այլն, նման բան ենք սպասում, նման բան ոչ թե սպասում ենք, որտեղ ինչ որ քմաճույք ունենք, այլ որտեղ դա նորմալ է։ Նորմալ երկրում, նորմալ իրավիճակում բնականաբար պատերազմի ժամանակ նման կոչեր պետք է հնչեն։ Մի կողմն ենք նույնիսկ թողնում են հարցը, որ իհարկե պատերազմի ժամանակ կառավարության հրաժարականը պահանջելը դա ընդհանրապես այդքան էլ ճիշտ բան չի, հա, բայց քանի որ մենք հետադարձ գիտենք նաև թե կառավարությունը ինչ է անելու ընդամենը 1-2 շաբաթ անց կարող է տրամաբանական թվալ, բայց տեսնում ենք, որ այստեղ որևէ նման ինչ որ մենք որպես նորմալ տրամաբանություն ընկալում ենք, սպասում ենք, չկա դիմադրության կոչ, հաղթելու կոչ, այլ ինչ պետք է անի բանակը վերցնելով իշխանությունը։ Այն էլ բանակը կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, սա տենց ինչ որ ընդհանուր ֆրազա, ապահովելով վստահություն եւ գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների միջազգային կառույցների հետ։ Այսինքն բանակը պետք է վերցնի իշխանությունը մեծ հաշվով, եթե այս նախադասության կարևոր մասը շեշտենք, որպեսզի գնա բանակցությունների ինչ որ շահագրգիռ պետությունների հետ, բարձր թե շահագրգիռ պետություններ ասելով ինչ նկատի ունի, բնականաբար դա էլի Ռուսաստանը պետք է մենք հետադարձելի բանով ենք հասկանում, դա այն ժամանակ ենք հասկացել, այսինքն սա հերթական հանձնվելու կոչն է, մեծ հաշվով, ինչը որ մենք մինչև հիմա տեսել ենք, որ հայկական քաղաքական էլիտան մեծ հաշվով զբաղված էր այդ քարոզով, որտեվ էլի եմ ասում, սա իհարկե կարող եք ասել, որ, չգիտեմ, կամ ինչ-որ մեկը կարող է ասել, որ ես էլի բռնազբոսիկ եմ մեկնաբանում, ոչ, որովհետև շատ կարևոր է, ոչ միայն ինչ այստեղ կա, իսկ այստեղ կա ըստ էության շեշտը հենց այդ բանակցությունների վրա է, որտեղ են մնացած ընդհանուր ֆրազա, բայց ավելի կարևոր է նաև, կամ ոչ մի ավելի կարևոր, այլ նույնքան կարևոր թե ինչը այստեղ չկա։ Իսկ այստեղ չկա այն ինչը որ ընդհանրապես մենք տեսնում ենք, որ այս բոլոր տիպի կոչերում գոյություն չունի,
դիմադրելու, մինչև վերջ դիմադրելու, համախմբվելու եւ հաղթանակի հասնելու կոչը։ Անցանք առաջ, ել եմ ասում, շատ մանրամասն չեմ ուզում կանգ առնել, որովհետեւ ամբողջ այս տիպի բաների տրամաբանությունը ամեն դեպքում շեշտեմ։ Մենք վերլուծել ենք արդեն մեր նախորդ զրույցներում։ Դրա համար եթե մեկը ինչ որ հիմա սանայի ու ասի այսքան կարճ ու այսքան անհիմն, հիմնավորումները մենք տվել ենք այս տիպի կոչերի եւ սրանց տակ ընկած իրական տրամաբանության մեր բոլոր նախորդ զրույցներում մանրամասն խոսել ենք, նույնիսկ գուցե շատ ենք խոսել։ Այնպես որ անցնում ենք առաջ, դա այս կոչի նաեւ էլի միանում են մարդիկ, Հրանտ Բագրատյանը, օրինակ եւ էլի ինչ որ մարդիկ, մի խոսքով։ Նույն կերպ եւ մեր սիրելի կառավարության անդամները նույնպես շարունակում են իրենց ոճով, մենք խոսել ենք դրա մասին, որ ուրեմն այդպես այդ օրերին էլի sense լավ գեղեցիկ սիրուն եւ արտակուստ շատ ճիշտ կոչերով են հանդես գալիս, կռվելու, դիմադրելու, Արարատ Միրզոյանն է էլի ուրեմն ինչ որ գրառում անում, որ պետք է մինչև վերջ կռվենք։ Մենք այդ կոչերի արժեքն ենք վերլուծել, գնահատականներ տվել ենք, թե դրանք քանի կոպեկ արժեն, որ այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրել այդ ամեն ինչի համար։ Նիկոլ Փաշինյանը նույնպես դիմում է հայ ժողովրդին էլի հերթական անգամ շատ գեղեցիկ ելույթով, որի շեշտադրումները մեծամասամբ ճիշտ են, բայց էլի գնահատականը տվել ենք հետադարձ հայացքով դրանք որքանի արժեք ունեն եւ էլի մենք տեսնում ենք, որ այդ նույն շատ սիրուն եւ գեղեցիկ ելույթի մեջ, այսպես ասած, ինչպես եւ անցյալ անգամ էլ մենք ուրեմն վերլուծում ենք մեր ուրեմն այդ ժամանակվա ղեկավարության խոսույթը, տեսնում ենք, որ տարօրինակ էլի, բայց բավականին տարօրինակ այսպես տարեր են սողոսկրում, հատկապես չգիտես ինչի այդ ելույթի մեջ ինքը որոշել է ուրեմն նորից մտցնել այդ չգիտես ինչի հղումները այդ ինչ որ երկ ունեն, հա, բայց մենք պարտվել ենք թե բանաստեղծություն, հա, պարտվել ենք բազմիցս, բայց չգիտեմ մեր հոգին անկոտրում, թե ինչ անգիր հիմա չեմ հիշում, չգիտես ինչի, հենց այդ ելույթի մեջ ինքը որոշում է նորից մտցնել այդ տարօրինակ տարը պարտության մասին, որը բացարձակ ասենք խորթ է իրականում այս բանին, հա։ Մի խոսքով, ես էլ չեմ ուզում շատ երկար խորանամ սրա վրա, որտեղ էլի մանրամասն խոսացել ենք, զուտ հիշատակում եմ, որ էլի այս ոնց որ բոլոր սյուժեները մեզ ծանոթ շարունակվում են։ Եվ երրորդ սյուժեն էլի, որը շարունակվում է, սա էլի մեր սիրած սյուժեներից մեկն է, մեր սիրելի հերոսներն են, Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիայի նախագահը, Ռուսաստանի արտգործնախարարը եւ Թուրքիայի արտգործնախարարը նորից խոսակցություններ են ունենում, նորից քննարկում են Ղարաբաղյան հարցը, տեսնում ենք, որ այս շփումների ինտենսիվությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ մի կերպ չի ընկնում, չի նվազում, նույն տեմպով շարունակվում է եւ սրա մասին էլ մանրամասն խոսել ենք, թե սա ինչ է նշանակում եւ այս ինտենսիվությունը երևի ամենաբարձրն է, այսինքն գոնե դատելով լուրերից Ռուսաստանի եւ արտգործնախարարը եւ ինչ որտեղ նաեւ Ռուսաստանի նախագահը ոչ մի արտաքին այլ ուժի հետ, այլ երկրի հետ այդքան չի շփվել այդ ընթացքում, որքան ուրեմն Թուրքիայի հետ Լավրովի եւ Չավուշօղլուի զրույցին չեմ անդրադառնում ստանդարտ ուրեմն տեքստը, բայց Պուտինի եւ Էրդողանի այս խոսակցությանը ես ուզում եմ մի թեթև ուրեմն հիշատակել էլի, որովհետեւ հետաքրքիր այստեղ հատվածներ կան, ոչ թե նույնիսկ լրացնում են էլի սրա մասին էլ խոսել ենք, այլ եւս մեկ անգամ հաստատում են այն ինչը որ մենք նախորդի վերլուծել ենք, խոսել են Պուտինի եւ Էրդողանը, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը եւ այլն, այս հրադադար խաղաղություն եւ այլն, այս ամենը խոսվել է, բայց հետաքրքիր այստեղ ամենահետաքրքիր հատվածը ուրեմն ինչ ասում, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս համակարգում իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների միջև։ Կոնտեքստը Ղարաբաղյան հակամարտությունն է եւ մենք խոսել ենք, որ շատ հետաքրքիր է նախ համակարգում, որտեվ էլի այստեղ օրինակ չգիտեմ կան հաղորդագրություններ, չգիտեմ օրինակ Մակրոնի հետ է խոսել կամ չգիտեմ ում հետ է խոսել, համակարգման մասին խոսք չկա, այստեղ համակարգում են մարդիկ, բաց տեքստով էլի ասում է, եւ հետաքրքիր ոչ միայն արտաքին քաղաքական, որը ինչ որտեղ կարելի է ֆորմալ կերպով հասկանալի համարել, չնայած դա էլ իրականում այդքան հասկանալի չի, որտեղ ինչ կապ ունի Ռուսաստանն ու Թուրքիան, ինչը պետք է համակարգեն, արտաքին քաղաքականության մեջ Ղարաբաղյան հարցում չէ որ իբր տենց թշնամական են կամ մրցակից են, այլև պաշտպանության գերատեսչությունները ինչ են իրար հետ համակարգում հետագայում եւս, այսինքն մինչեւ էլ համակարգելն եւ մենք այդ լուրերը հիշում ենք Շոյգուի հետ կապված եւ այլն խոսել ենք այս թեմայի մասին, ուղղակի եւս մի անգամ ուզում հիշեցնեմ եւ շեշտեմ, դրա զարմանալիությունը իրականում ու այդքան բաց տեքստով գրել ու այն ժամանակ էլ, բայց մինչև հիմա էլ մարդիկ
փորձում են սա չնկատել պաշտպանության նախարարությունները Թուրքիայի եւ Ռուսաստանի, նաեւ հատուկ ծառայությունները։ Այդ ինչ պետք է համակարգեն Ղարաբաղի հետ կապված, ինչը պետք է համակարգեն։ Հասկանում եք, սա դե ռետորական հարց է, ասենք, եթե համակարգում են նույնիսկ պաշտպանության նախարարությունները, ոչ թե դիվանագիտական մակարդակում, սա ամեն ինչ սրանով ասված է ըստ էության, ավելացնելու բաներ չկա։ Եվ մյուս էլի հետաքրքիր փաստը այս շարքից ու անցնենք առաջ մեր հիմնական այսօրվա խոսակցությանը, նորից Պուտինը խոսում է արդեն ՎՏԲ Կապիտալ ներդրումային ֆորումի նիստին։ Անդրադառնում է նորից ուրեմն Արցախի հարցին, դե պատմում է, որ ինչպես պետք է կարգավորվի, սրա մասին էլ էլի մանրամասն հիմա կանգ չենք առնում, 7 շրջանները պետք է հանձնվեն, չգիտեմ, եւ այլն, բայց էլի նույն ձևի ոնց որ էլի մենք մի անգամ սա ուրեմն արձանագրել ենք, ինքը նորից հիշատակում է, որ դա իհարկե Մինսկի խմբի հետ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա համանախագահների կողմից պետք է ուրեմն այդ մասնակցության բանակցությունները վարվեն եւ նորից հերթական անգամ շեշտում է այնտեղ, այսինքն Մինսկի խմբում շատ երկրներ կան, այդ թվում Թուրքիան, եվրոպական մի շարք պետություններ։ Նորից եմ ասում, որտեղ մենք այդ նույն այս ծավի մի հատ էլի շեշտադրում Թուրքիայի մասին էլի արվել է հենց Պուտինի կողմից, նորից հիշատակում է իբր դե հա ԵԱԿ Մինսկի այդ խմբում շատ երկրներ կան եւ իբր sense իմիջալուց նաեւ ու բերում է Թուրքիայի օրինակ, այն ժամանակ էլ բերում էր Թուրքիայի օրինակ, այսինքն սա ինչ է նշանակում էլի ակնհայտ կերպով նշանակում է, որ բացի Մինսկի խմբից եւ իրական Մինսկի խմբի հետ հիշատակում է այդ 3-ի երանախագահների ավելի շուտ Մինսկի խմբի երանախագահ, դա ավելի շուտ ֆորմալ է, բայց շեշտում է ամեն անգամ մարտը, որքան որ հնարավոր է դիվանագիտական լեզվով իրադիրքում, որ Թուրքիան ըստ էության նույնպես պետք է մասնակցություն ունենա, սա է դա նշանակում այս հարցի կարգավորմանը, որտեղ անընդհատ այդպես իմիջալուց հիշատակել Թուրքիան այս կոնտեքստում այլ բան չի կարող նշանակել։ Եվ սա բաց տեքստով է ստեղծեն ասում, որքանով էլ եմ ասում, դիվանագիտական լեզուն թույլ է տալիս, իհարկե Պեսկովը հետո հերքում է, որ իրեն ուղիղ հարց են տալիս, ասում են, բա Թուրքիայի մասնակցությունը տեսնում եք, ասում է, չէ, Թուրքիայի մասնակցությունը մենք չենք տեսնում, նման բան չկա, բայց այս խոսքերը կարծում եմ մանավանդ որ առաջի դեպքը չի, երկրորդ առնվազն դեպքն է, որը մենք ենք արձանագրում, ինքը շատ ակնհայտորեն ցույց է տալիս, որ իհարկե կա հենց Ռուսաստանի կողմից Թուրքիայի մասնակցության լոբինգ փաստորեն։ Եվ եթե վերցնում ենք նաև այս մեծ կոնտեքստի մեջ, երբ որ տեսնում ենք, որ ընդհանուր մինչև պաշտպանության նախարարությունները եւ հատուկ ծառայություններն են այս հարցում եւս շարունակում համակարգել իրենց գործողությունները, այսինքն process է եւ պատրաստում են շարունակել, պարզ է դառնում եւս մի անգամ այս թեման ռուս-թուրքական համագործակցության թեման այս հարցում պատերազմի ընթացքում, բայց այս անցանք, ես էլի եմ ասում, ես ուղղակի արագ որոշեցի հիշատակել, որպեսզի անընդհատ նույն բաները չկրկնենք, շանս նյութը ուղղակի շատ հետաքրքիր է, սա մեր այսպես ասած բանակների մեջ կպահենք եւս ուրեմն sense ասած ապացույցների շարքում։ Հիմա անցնենք այն թեմային, որը ասացի ուզում եմ խոսեմ, հիմնականում այսօր Ամերիկայի Միացյալ ուրեմն Նահանգների ակտիվացման մասին։ Ինչից է սկսվում։ Սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի խոսքից, նախընտրական ելույթից, հիշում եք այն ժամանակ էր Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, բայց արդեն մոտենում էր իր առաջի ժամկետի վերջին, նախընտրական փուլեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նաև խոսել ենք դրա մասին, որ նաև պատերազմի ժամկետը շատ տենց հավանական ենթադրությամբ կապված է եղել հենց դրա հետ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախընտրական փուլ է, բայց ամեն դեպքում իր նախընտրական ելույթներից մեկում հիշատակում է հայերին, հիշում եք երևի այդ ելույթը, տենց ռետորական բաներով, բայց այստեղ մի հետաքրքիր ակնարկ է անում, ինչպես Կոսովոյի դեպքում, եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում Սերբիայում։ Մենք դարել ենք Կոսովոյի հետ, դուք կարող եք ինձ հավատալ, այսինքն սա որպես ակնարկ են ժամանակ էլ մեկնաբանվել է, որ կարող է Արցախի անկախություններ ճանաչեն Կոսովոյի հետ, Կոսովոյի պես իհարկե սա նախընտրական ելույթ է եւ եթե ուղղակի մենակ այս ելույթը լիներ կամ այս ակնարկը լիներ, կարելի է դրա մասին եւ չհիշատակել, համարելով նախընտրական ռետորիկա, բայց դա շարունակություն է ստանում ոչ թե Կոսովոյի թեման իհարկե, այլ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվացումը այս թեմայի մեջ շարունակություն ունի այս նույն օրերին։ Հենց դրա համար էլ մենք կարող ենք սա այդքան էլ պատահական չհամարել եւ միայն նախընտրական ռետորիկա չէր սա։ Շարունակություն է ստանում այս թեման Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանի հայտարարություններով,
Հիշում եք այդ պաշտոնյային, ես վերջերս են նաև մեր ուրեմն վարչապետը Նիկոլը Փաշինյանն էս բառացիորն էս վերջերս 20 թվին չէ, չգիտես ինչու որոշեց հետադարձ, այսպես ասած, խիստ քննադատել Օբրայենին եւ ընդհանրապես Բայդենի վարչակարգին, ես իհարկե Բայդենի վարչակարգի մեծ երկրպագու չեմ, ի տարբերություն մեր իշխանական շատ քարոզիչների, որոնք հենց այս անցած տարի դրսևորեցին որպես մեծ, ասենց ասած, երկրպագուներ այդ վարչակարգի, բայց իհարկե այս քննադատությունը բավականին տարօրինակ է, այսպես ասենք Ալիևյան ոճով է, որտեղ Ալիևն էր ամբողջ եւ հիմա էլ շարունակում է այդ ուրեմն ամբողջ, այսպես ասած, բանով քննադատել եւ բացասական արտահայտվել այդ եւ Բայդենի եւ հատկապես Օբրայենի մասին հիմա մենք մեր ղեկավարությունն էլ է փոխարել այդ ոճը հետադարձ ուշացմամբ արդեն, բայց լավ սա էական չի այսօրվա մասին է խոսքը, բայց ինչ է ասում ուրեմն Օբրայենը 2020 թվականին դե ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ անում ձեռնպահ մնալ Ղարաբաղյան հակամարտության միջամտելուց, այսինքն Թուրքիայի մասին է բնականաբար խոսքը, մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերի զերծ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգների Մինսկի խմբի համանախագահների աջակցության բանակցությունների վերադառնալու նրա ձգտումներում։ Երկու երկրների ժողովուրդները շատ են տառապել, իսկ Հայաստանի ժողովուրդը, այսինքն այստեղ շեշտվում է հենց Հայաստանի ժողովուրդը, որին սպառնում են հարձակողական ռազմական գործողությունները, այժմ կրում է կորուստների հիմնական ծանրությունը։ Այսինքն տեսնում ենք այստեղ մեկ բավականին հստակ կոչ, չնայած անունը չի տալիս, բայց պարզ է, որ Թուրքիայի մասին է, չմիջամտելու եւ շեշտը Հայաստանի ժողովրդի վրա է, շեշտում է, որ Հայաստանի ժողովուրդն է հարձակման ենթարկվել, այլ ոչ թե Ադրբեջանի, ճիշտ է, երկու ժողովուրդներին հիշատակում է որպես տուժածներ, բայց Հայաստանի ժողովրդին է շեշտում։ Հիմա ես չեմ սա չափազանցնում, ինչ որ բան ուզում սարքել, որ տեսեք եւ այլն, մեզ այս ամեն ինչը որ հիշատակում եմ, կտեսնեք, որ մեզ հետաքրքիր է լինելու հետո ստեղից արձագանքը դրան, սա է ավելի կարևոր լինելու։ Հետո ուրեմն օրը տեղի ունենում հեռախոսազրույց, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նույն Ռոբերտ Օբրայենի հետ, այսինքն էլի ակտիվացման ցուցիչը։ Դրանից հետո մենք տեսնում ենք նորից Օբրայենը ուրեմն հայտարարություն է անում այս անգամ ուրեմն ինչ է ասում Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օբրայենը առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։ Այստեղ արդեն ավելի հստակ եւ ուղիղ Թուրքիային է հիշատակում, ըստ նրա հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այսինքն այդ թվում նաեւ պարզ է Ռուսաստանից, բայց նաեւ Ամերիկայից եւ Ֆրանսիայից, ինչպես նաեւ հարևան պետություններից։ Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Օբրայենը։ Հիմա տեսեք, ուրեմն ստեղ ինչ է մի անգամ եւս բան անենք ասում, սկանդինավյան խաղաղապահները բնականաբար, եթե ինձ այն ժամանակ էլ հարցնեիք, հիմա էլ հարցնեիք, ես սկանդինավյան խաղաղապահների վրա հույս դնողներից չեմ, ոչ միայն ռուսական սկանդինավյաններն էլ ինձ այսպես ասած չեն հետաքրքրում, ես կողմնակից եմ միշտ եղել եւ կամ նրան, որ սեփական ուժերով մենք այդ հարցը կարող ենք լուծել, բայց հասկանում եք, որ մեզ այս հարցը հիմա այդ դրանով հետաքրքիր չի։ Բնականաբար այստեղ այդ ժամանակ արդեն գիտեք, խոսել ենք դրա մասին, որ ռուս խաղաղապահների մասին խոսակցությունը անընդհատ, այսպես ասած, տաքացվում էր եւ կտեսնենք, որ այստեղ կուլմինացիոն կետին էլ է մոտենում եւ այս կոնտեքստում է հետաքրքիր, որ Օբրայենի առաջարկով փաստորեն դա պետք է բացառվի եւ այն որ Թուրքիայի մասին շատ ուղիղ եւ պարզ ասում է, որ որևէ դերակատարում չպետք է ունենա եւ սա իհարկե ի հակադրություն մենք տեսնում ենք, որ ինչպիսին է իրականում Ռուսաստանի դիրքորոշումը, իհարկե ուղիղ չի ասվում, որ Թուրքիային պատրաստում են ներգրավել, նույնիսկ որոշ չափով երկում է, բայց մենք տեսնում ենք, որ փաստերը ճիշտ հակառակն են ցույց տալիս, որ ըստ էության Ռուսաստանը հենց նախագահի մակարդակով ներգրավում են Թուրքիային, ոչ միայն ներգրավում են, այլ արդեն ներգրավել վերջացրել են եւ դա մենք փաստերով տեսնում ենք եւ տեսնում ենք, որ այստեղ Ամերիկայի դիրքորոշումը ճիշտ հակառակն է եւ էլի խնդիրը բնականաբար այն չէ, որ ասենք ամերիկացիք լավն են, ռուսները վատն են, գիտեք, մենք այդպես թեմաներ ընդհանրապես այս մեր զրույցներում չենք ունենում։ Մենք փաստերն ենք արձանագրում եւ հասկանում ենք, որ այստեղ այս ամեն ինչը նրանից չի բխում, որ մեկը հայերին սիրում է, մեկը հայերին չի սիրում, բայց քաղաքականությունը այդպիսին է։
Մյուս երկու բանը նաև սրան հավելում, այս ակտիվացման թեմային, փաստերին, նաև այդ նույն օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների այստեղի Հայաստանի դեսպանը հանդիպում է պաշտպանության նախարարի հետ, մեր այն ժամանակվա Դավիթ Տոնոյանի հետ, եւ նույն օրը Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում է նաև Ֆրանսիայի դեսպանը, այսինքն մենք տեսնում ենք այստեղ նույնպես հետաքրքիր փաստեր, որ պաշտպանության նախարարի հետ են հանդիպում եւ ամերիկացիք եւ ֆրանսիացիք, սա այս մեծ կոնտեքստի մաս պետք է համարենք եւ ելի որոշակի ուրեմն տեսականորեն սա կարող է սկիզբ լինել որոշակի միգուցե համագործակցության, որը այդպես էլ չեղավ, բայց այս կոնտեքստում ենք մի խոսքով այս փաստերն էլ դիտում, հիմա էլի չեմ ուզում մանրամասն խորանամ, որովհետեւ մեզ հիմա պետք է կարևոր լինի այս մեր զրույցում, թե ինչպիսի ուղղակի եւ անուղղակի արձագանք է ստանում սա Հայաստանից, որպեսզի ավելի ճիշտ գնահատենք Հայաստանի ուրեմն ղեկավարության քաղաքականությունը այս հարցում ենք տեսնում ենք, որ արևմուտքից իրենք շատ հստակ ազդակներ են ստանում, սրանք ստից բաներ չեն արդեն, նախընտրական ճառեր չեն, եւ որն է արձագանքը, ել եմ ասում, ուղղակի թե անուղղակի։ Ուրեմն տեսնենք մի քանի օրինակ։ Նիկոլ Փաշինյանը այդ օրերին հարցազրույցներ է տալիս, Ալ-Արաբիան ուրեմն հարց է տալիս Փաշինյանին, Պարոն Փաշինյան, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ եւ իրենք անպայման կօգնեն նրանց եւ այլն եւ այլն։ Եվ պատասխանը Նիկոլ Փաշինյան. Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները, որովհետեւ ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել։ Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի եւ ազդեցիկ ուժ են, դա հասկանալի, իսկ թե ինչ կոնկրետ գործողություն եւ աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգները այդ գործընթացին, ցույց կտա ժամանակ։ Կարող է էլի մեկը ասել, դե հա, ինչ կա, ասեն կոնկրետ բան չի հնչել, ինքն էլ կոնկրետ չի պատասխանում, բայց սա իհարկե ըստ էության շատ սառ է, այսպես ասած, պատասխան է եւ այս կոնտեքստում, որը մենք տեսնում ենք այս հայտարարությունների եւ այս process-ների մեծ հաշվով սա կարող ենք մեկնաբանել որպես sense մեղմ ձևակերպենք սառը կամ իրականում մերժողական վերաբերմունք այս ամերիկյան նախաձեռնություններին։ Իհարկե, սա մեր միակ փաստարկը չի, եթե սա լիներ միակ փաստարկը, կարող եք քննադատել եւ ասել, որ ես էլի չափազանցնում եմ, հա, այս մեկնաբանությունը, որտեղ սա ել եմ գրքում բավական փաստարկ չի, հիմա մյուս փաստարկները տեսնենք, սա ընդհանրապես մեկն է ասեմ։ Սա անմիջապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ չի կապված, բայց էլի կոնտեքստի համար կարևոր է, ուրեմն հարցնում են իրեն ինչ կարող է իրապես ակնկալել Եվրոպական միությունից, իմանալով, որ Եվրոպական միության որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները։ Հարցը մի խոսքով է, ինչ կարող եք ակնկալել Եվրոպական միությունից։ Ինչ է պատասխանում։ Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել եւ այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանը նույնպես ունի։ Բայց դուք ինձ հարց եք տալիս տեղունեցողի մասին, ես պատասխանում եմ, ինչ է տեղի ունենում, որովհետեւ այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի։ Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի։ Ցանկանում են անել թող անի, ցանկանում է անել թող անի, չի ցանկանում անել թող չանի։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ նույնպես բավականին, ես կասեի, կոպիտ եւ սառը պատասխան նախ ասում եմ մենք հույսը մեր վրա ենք դնում, ինչը իհարկե շատ լավ է, հոյակապ է, բայց նաև այն երկրների վրա, որոնք դաշնակցային պարտավորություններ ունեն, այսինքն Ռուսաստանի վրա, այսինքն ուզում եմ ասի մենք ռուսների հետ գործ ունենք, փաստացի, ես ասում ենք եվրոպացիների հետ գործ ունենք, եվրոպացիները թե ուզում են թող մի բան անեն, եթե չեն ուզում թող չանեն, բայց ինչ էլ անեն, իրենց համար են անելու, այսինքն տեսեք տարբերությունը, հա, Ռուսաստանի մասին ինչպիսի բան, եւ այստեղ Եվրոպային, այսինքն արևմուտքին տվյալ դեպքում ընդհանրացնելով ինչպիսի պատասխան եւ տեսնում եք, որ մոտավորապես նույն ոճին է, ինչ որ Թրամփի մասին հարցին է պատասխանում, այսինքն սա պատահականություն չի, սա դիրքորոշում է քաղաքական կոնկրետ եւ այստեղ նույնիսկ ավելի, այսպես ասած, կոպիտ եւ սառն է խոսում։ Էլի կարող եք ասել, որ սա էլ բավականաչափ փաստարկ չի եւ կհամաձայնվեմ, չի, որովհետեւ մենք պետք է շարունակենք կոնտեքստը բացել, սա ընդհանրապես սկիզբն է։ Այդ նույն օրերին, որ հիշում եք, որ խոսվում է ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ չպետք է լինեն խաղաղապահներ Մինսկի խմբի այդ եռանախագահների երկրները ներկայացնող նաև հարևան երկրները, այսինքն Թուրքիան եւ պետք է լինեն սկանդինավյան խաղաղապահներ, որ էլ եմ ասում ես մեծ դրանց երկրպագուն չեմ, բայց այդ չի հարցը, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը հենց այդ նույն օրերին, որը ըստ էության կարող ենք նաև պատասխան համարել արդեն գրեթե ուղղակի այս ամերիկյան
նախաձեռնությանը։ Daily Telegraph-ին, այսինքն անգլիական հայտնի պարբերականին հարցազրույցում ասում է Նիկոլ Փաշինյանը. ռուս խաղաղապահների տեղապահումը կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության օպտիմալ լուծում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականի հետ հարցազրույցում։ Ես հանդես եմ գալիս հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, ասել է Փաշինյանը։ Բայց խնդիրն այն է, որ բախումների գոտում ՌԴ-ից խաղաղապահների ուժերի տեղակայումը պետք է հավանություն տան հակամարտության բոլոր կողմերը։ Ասում է Ադրբեջանը, ես համաձայն եմ, Ադրբեջանը համաձայն չի։ Կարող եք ասել, որ սա դիվանագիտություն է անում, քանի որ Ադրբեջանը համաձայն չի եւ այլն, բայց կարծեմ պարզ է, որ այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա եւ այս կոնտեքստում, այս ֆոնին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կա այս նախաձեռնությունը եւ հատկապես նաեւ խաղաղապահների հետ կապված, սա իհարկե պատասխանն է Հայաստանի, որ մենք ռուս խաղաղապահ ենք ուզում։ Այսինքն նորից մենք տեսնում ենք արդեն ավելի հաստատվող, սա արդեն ռետորիկա չի, շատ կոնկրետ բան է, այսինքն մերժում մենք ուրիշ խաղաղապահ չենք ուզում, մենք ուզում ենք ռուս խաղաղապահ։ Սա է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այստեղ, այսինքն անկախ են բոլոր ճառերից, գեղեցիկ խոսքերից, մինչև վերջ դիմակայելու, կռվելու, մենք տեսնում ենք, որ ինչ իրական քաղաքական շահ է սպասարկում նաև Հայաստանի կառավարությունը, բացի այն, որ մենք տեսանք, որ այսպես կոչված անդիմադիր էլիտան, բայց նաև այստեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարը նույնպես փաստացի այս նույն գծի մեջ է, չնայած գեղեցիկ ճառեր է ասում դիմադրելու, մինչև վերջ կռվելու մասին, ռուս խաղաղապահների տեղադրումը, սա իհարկե դիմադրության հետ ոչ մի կապ չունի, սա նշանակում է դիմադրության ավարտ, սա նշանակում է հանձնվել, այն ճիշտ նույն բանը, ինչ որ մնացած բոլորը ասում են, բայց էլ եմ ասում, մեզ այստեղ նաև սա շատ կարևոր է այս կոնտեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվացման եւ հատկապես խաղաղապահների թեմայի հիշատակման, որտեղ մինչև այդ չկար խաղաղապահների թեմա, որքան ես հիշում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կամ արևմուտքից, այստեղ շատ հստականում է, ասում եմ, չպետք է լինեն ռուսներ, չպետք է լինեն ամերիկացիներ, չպետք է լինեն ֆրանսիացիներ եւ թուրքեր, ամերիկացիք են ասում եւ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, ընդ որում հենց արևմտյան լրատվամիջոցին հարցազրույց տալով, այս նույն օրերն են, պատասխանում է փաստորեն, ասում է, չէ, պետք է լինեն ռուս խաղաղապահներ։ Եվ հասկանում ենք, որ Հայաստանը մերժում է ըստ էության ամերիկյան միջնորդությունը, այլ ոչ թե ինչպես mēs սիրում են պատմել, չէ, որ ամբողջ աշխարհը մեր դեմ էր, բոլորը նույնն էին անում, ամերիկացիները ընդհանրապես ոչինչ բան չէին էլ պատրաստվում անել, բոլորը ռուսներին էին տվել այդ հարցի կարգավորում, այդ քարոզությունը մեզ եւ այսպես կոչված ընդդիմությունն է անում եւ իշխանությունը մեր այսօրվա իշխող ուժը, բայց իրականությունը մենք տեսնում ենք, դա չի իրականությունը, այն է, որ Հայաստանն է մերժում եւ ամեն ինչ անում, որպեսզի այդ միջնորդությունը ամերիկյան տեղի չունենա։ Իսկ ամերիկյան միջնորդությունը, հիշեցնեմ էլի, ես էլի գիտեք, այնպես մեծ կողմնակից չեմ ընդհանրապես միջնորդությունի, բայց ամենայն դեպս բացի այս խաղաղապահներից նաև շատ հստակ շեշտում է Թուրքիայի դերը, որ Թուրքիան չպետք է միջամտի, էլի ի հակադրություն, շատ ակնհայտ ի հակադրություն Ռուսաստանի նախագահի եւ Ռուսաստանի ընդհանրապես արտահայտված իրական դիրքորոշմանը այս հարցում։ Այս հոկտեմբերի վերջին օրերն են եւ այս կոնտեքստն է, ուրեմն ինչ է անում Նիկոլ Փաշինյանը նամակ է գրում Վլադիմիր Պուտինին, այս նամակի մասին ես իմիջիալոց մոռացել էի։ Նամակ է գրում, մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանը թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը եւ դե դիմում է, որ այդ Հայաստան-Ռուսաստան պայմանագիրը, որ կա 97 թվի պայմանագիրը, ուրեմն երկրորդ կետը գործի դրվի, որովհետև նաև հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ, սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը իր անվտանգության ապահովման համար, հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները եւ 1997 թվականի օգոստոսի 29-ի բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին պայմանագրի երկրորդ հոդված։ Ուրեմն դիմում է Ռուսաստանին այսպես ասած խնդրանքով կամ չգիտեմ դիմումով, պահանջով, միգուցե ասենք որ չասենք խնդրանք չնեղանան, եւ էլի կարող է մեկնաբանվել, որ տեսեք սա դուք դες դիվանագիտական քայլ էր, որպեսզի ռուսները մերժեն, ստիպված ինքն էլ ազատի իր ձեռքերը, ասի դե տեսնում եք։ Բայց մենք տեսնում ենք, որ այս կոնտեքստի հետ չի բռնում, որովհետև մենք տեսնում ենք, որ մարդը ուղիղ ասում է մենք մեր դաշնակիցների վրա ենք հույսը դնում, Եվրոպան թող գնա ինքն իրանով զբաղվի, մենք տեսնում ենք, որ ի պատասխան
Ամերիկայի Միացյալ Նահանգների ըստ էության առաջարկի խաղապահների մասը ասում է, չէ, ռուս խաղապահ ենք ուզում, այսինքն կոնտեքստը այնպեսին է, որ այդ խորամանկ պլանի վարկածը այդքան էլ լավ չի աշխատում եւ մենք ունենք նաեւ այդ ժամանակ Ռուբեն Ռուբինյանի նաեւ ուղիղ մեկնաբանությունը է սրա առումով, որտեղ այնտեղ Լևոն Տեր-Պետրոսյաններ ինչ որ մի տենց արձագանք տվել, հա, ռուսները պատասխանեցին սրան, որ իրենք իհարկե եթե խոսքը վերաբերվի Հայաստանին, անպայման ուրեմն ամեն ինչ կանեն, եւ այդտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ որ քննադատել Նիկոլի այդ նամակը, որ յանի չես հասկանում Ղարաբաղի հարցը նա չի լուծելու, բայց Ռուբեն Ռուբինյանը հիմա այդ Լևոն Տեր-Պետրոսյանի բանին չեմ ուզում անդրադառնամ, այդքան այս կոնտեքստում էական չի, բայց ուրեմն Ռուբեն Ռուբենյանը ի պաշտպանություն ուրեմն Նիկոլ Փաշինյանի գրում է, չգիտեմ Facebook-ում ոնց որ գրում թե հայտարարություն անում, որ բնականաբար այս ամենը, այսինքն այս որ Նիկոլը գրում է Ռուսաստանի նամակ, արվել է փոխադարձ համաձայնությամբ եւ սա պետք է դիտարկել որպես կարեւոր եւ հեռանկարային գործընթացի մեկնարկ հրապարակային եւ ոչ հրապարակային դրսևորում։ Ուրեմն ինչ գործընթացի մեկնարկ սա պետք է լիներ, ես չգիտեմ։ Միգուցե հենց հանձնվելու մեկնարկ այդպես կարելի է մեկնաբանել, որտեղ մոտ է արդեն։ Ահա, բայց եթե դա էլ մի կողմ թողնենք, մենք այստեղ հիմք չունենք տվյալ դեպքում Ռուբեն Ռուբենյանին չվստահելու, մարդը ասում է եւ հազիվ թե հրապարակային նման բան ասել, եթե չլիներ իրոք, որ փոխադարձ համաձայնությամբ է արվել, այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանը որոշել է իմպրովիզացված քայլ անել եւ նամակ գրել Պուտինին առանց Պուտինին նախապես զգուշացնելու, այլ Պուտինի հետ պայմանավորված է եղել, որ նամակ կգրես, մենք էլ կպատասխանենք եւ ես կարծում եմ այստեղ մենք իրոք պետք է Ռուբեն Ռուբինյանին վստահենք։ Իմաստը որը կարող է լինել, կարող եք հարցնել, որտեղ դե պատասխանը մեծ հաշվով շատ կանխատեսել է եւ կարծում եմ նույնիսկ այդ նամակ կազմողներն էլ փոխ համաձայնեցին են հասկանում էին, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել պատերազմին հոգուտ ուրեմն Ղարաբաղի եւ ֆորմալ ասել, այո, եթե Հայաստանի վրա հարձակվեն։ Բանկան են, բայց մենք էտել ենք խոսել, որ էտել նախապես այնպես սեր է դասավորված, որ Հայաստանի վրա ոչ ոք չէր պատրաստվում հարձակվել, եւ սա իր դեպ նաեւ մեր շանսը էտել ենք խոսել, որ մենք կարող ենք շարունակել դիմադրությունը եւ այդ պլանից դուրս քայլեր ստիպել իրենց անելու, բայց այս էլ հիմա սա մասին չենք խոսում։ Իմաստը որը պետք է լիներ, ես կարծում եմ իմաստը գոնե իմաստներից մեկը, միգուցե շատ էստեղ ավելի բաներ կան, շերտեր կան, որ կարելի է վերլուծել, բայց մի ակնհայտ իմաստ, եթե էլի տեղավորում ենք այս ակտիվացման մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ արձագանքը այստեղից, այս կոնտեքստում սա նույնպես այդ արձագանքի իմաստն է, այսինքն ցույց է տրվում, որովհետեւ բնականաբար ես պարզը չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվացումը պետք է որ նա բնականաբար մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում, չէր կարող չառաջացնել եւ որպեսի եւս մեկ անգամ շեշտվի, մենք տեսանք որ հարցազրույցներում շեշտում է, բայց որպեսի պաշտոնապես շեշտվի, թե ում հետ է Հայաստանը կապում իր ուրեմն անվտանգության հույսերը, միգուցե ինչ որ խոստումներ են տվել, ես չգիտեմ, մեր ոնց ասել են, նամակը կգրես, կտեսնես ինչ կլինի, չգիտեմ, բայց ամենայնիվս կարծում եմ այս կոնտեքստում սա շատ բազ մեկնաբանել է, որ ցույց է տրվում, թե իրականում ում հետ է Հայաստանը, ում հետ է կապում անվտանգության հույսերը եւ այդ բոլոր այդ բաները տարբեր միջնորդությունները հեռավոր այսպես ասած օվկիանոսից այն կողմ մեզ չեն հետաքրքրում, մենք ունենք պայմանագիրը, մեր դաշնակիցները, ինչպես շեշտում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը եւ նամակով դիմում ենք այս մեր դաշնակցին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, որպեսզի ինքը մեզ աջակցի։ Կարծում եմ այս կոնտեքստն է, բայց այլ եմ ասում, այստեղ կարող են շերտեր լինել, սա միակ բացատրությունը չի, բայց այս կոնտեքստում դա տեղավորվում է որպես Հայաստանի արձագանքի մաս ամերիկյան ակտիվացմանը եւ հետաքրքիր է, որ այստեղ մեր ռուսամետ թերթերից մեկն էլ նույնպես ակամայից հաստատում է մեր այս ենթադրությունը, որ այս նամակը բացարձակապես չի գրվել, չի ուղարկվել ռուսներին ինչ որ այսպես ասած վատություն անելու նպատակով, այլ հակառակը, որովհետև այդ թերթը, որը շատ տենց հիմա անունը չեմ ուզում թերթերի տամ, գիտեք չեմ անում դա, էական չի, բայց միշտ այդպես պրոռուսական դիրքերից է ամեն ինչ մեկնաբանում եւ բնականաբար հանձնվողական դիրքերից, այստեղ այդ թերթը այսպես ասած ողջունում է շատ այդ դամակը, որ ճիշտ քայլ է արել Նիկոլ Փաշինյանը, որ դիմել է Ռուսաստանին եւ ասում է, որ Հայաստանի եւ բնակչության մեծ մասը եւ չգիտեմ քաղաքական գործիչների մեծ մասը դա ողջունում են, մենակ կան վատ մարդիկ, որոնք չեն ողջունում դա, դե այդ վատ մարդիկ են սորոսականներն են, գիտեք որ այդ ժամանակ այդ սորոսականների թեման տենց կոդային թեմա էր եւ սորոսականները, այսինքն շատ վատ մարդիկ ռուսների
թշնամի մարդիկ են, որ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի այս քայլը, այսինքն մենք տեսնում ենք, որ նաև ռուսական քարոզչությունը Հայաստանում, այսպես ասած, կնիք է դնում, այսպես ասած, ադաբրամսի անում, հա, այսինքն ողջունում է եւ արդարացնում է այս նամակը, այնպես որ այս նամակը հենց այս կոնտեքստում էլ պետք է մեկնաբանենք, ոչ թե ռուսների հետ ինչ որ խորամանքախ, այլ հենց Ռուսաստանից էլ հավանաբար առաջարկված մի տարբերակ, թե ինչի համար վարկածներից մեկը ասացինք, մնացածը կարող ենք, չգիտեմ, մի օր էլի խոսել, փորձել հասկանալ։ Այսօր երևի այսքանը ու տեսնում ենք, որ բավականին հետաքրքիր արձանագրումներ են, էլի հետադարձել է սա հետաքրքիր, որ մենք ունեցել ենք, որ անելանելի չի եղել իրավիճակը նաև արտաքին հարաբերությունների կոնտեքստում, իհարկե, եւս մի անգամ շեշտեմ, որ այս բոլոր արտաքին հնարավորությունները կարող էին ավելի ու ավելի հետաքրքիր իրականություն դառնալ միայն մի դեպքում, եթե դիմադրությունը շարունակվեր, եթե մենք դիմադրությունը չդադարեցնեինք, եթե մենք չհանձնվեինք, բնականաբար ավելի ու ավելի լայն հնարավորություններ էինք ունենալու արտաքին աշխարհում, բայց մեր ղեկավարությունը ընտրեց, մեր պետությունը ընտրեց լրիվ այլ ուղի, ինքը ընտրեց հանձնվելու ուղին ըստ էության, իսկ հանձնվելու ուղին եւ այդ կոնտեքստում, այդ պատերազմի կոնտեքստում ոչ թե ընդհանրապես, բայց այդ պատերազմի կոնտեքստում պրոռուսական ուղին եւ հանձնվելու ուղին դա նույն բանն էին։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն մեր ոչ իշխանական, այսպես ասած, գործիչներն էին այդ ստրատեգիան ընտրել, այլև մեր ղեկավարությունը շարժում էր այդ ստրատեգիայով։ Այսքանը այսօր, կշարունակենք մյուս անգամ։